Այսօր աչքովս ընկավ, որ մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իշխանության գալուց հետո պետք է բարձրացնեն թոշակները եւ դրա աղբյուր նշել է այն, որ պետք է ավելացնեն աշխատատեղերը, շուրջ 300,000 նոր աշխատատեղ ստեղծեն եւ այդ նոր աշխատողների վճարած հարկերով բարձրացնեն թոշակառուների աշխատաթոշակները։ Սա շատ սիրուն է հնչում, բայց մի հետաքրքիր փաստ եմ ուզում հիշեցնել, որ իրենց գործընկերների կամ հենց իրենց իշխանության տարիներին, մասնավորապես երբ որ իր հայրը նախագահի աշխատակազմի ղեկավար էր Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, կամ հանրապետական խմբակցության ղեկավարներ ազգային ժողովում, Հայաստանի Հանրապետությունից 2008-ից մինչև 18 թվականները արտագաղթել է շուրջ 380,000 մարդ, իսկ այդ մարդիկ արտագաղթել են, որովհետև Հայաստանում չեն գտել պատշաճ աշխատանք եւ աշխատունակ մարդիկ են արտագաղթել, հաճախ իրենց ընտանիքներին թողնելով այստեղ։ Եվ դուք հիմա ուզում եք խոսել նոր աշխատատեղեր ստեղծելուց, սա առնվազն զավեշտալի է, բայց ի՞նչն է խանգարում ձեզ ստեղծել հիմա աշխատատեղեր, որովհետև ժամանակակից աշխարհում աշխատատեղեր ստեղծում է ոչ թե պետությունը, այլ մասնավոր բիզնեսը, եւ դուք ինչքան գիտեմ ունեք մեծ կարողություններ եւ բիզնես ընկերություններ, եւ ես այսօր անգամ տեղեկացանք, նախարարը տեղեկացրեց, որ անգամ Տաշիր գրուպը հարկային արտոնություններ է ստացել պետությունից, այսինքն դուք որպես բիզնեսմեններ որևէ խնդիր չունեք Հայաստանի Հանրապետությունում բիզնես գործունեություն ծավալելու եւ նոր աշխատատեղեր ստեղծելու, հետեւաբար այն ինչ որ դուք պատրաստվում եք անեք, արդեն իսկ տեղի ունենում։ Ասեմ ավելին, 2018 թվականից մինչ օրս Հայաստանում ստեղծվել է շուրջ 300,000 նոր աշխատատեղ, բայց նաև ստվերի կրճատման արդյունքում է, բայց դա նույնպես աշխատատեղ է, որովհետև եթե որևէ մեկը աշխատում է, բայց հարկ չի վճարում պետությանը, դա արդեն աշխատատեղ չի, այլ ապօրինի գործունեություն է, եւ 18 թվականից մինչ օրս շուրջ 300,000 նոր գրանցված աշխատող է ի հայտ եկել Հայաստանի Հանրապետությունում եւ նոր հարկ է վճարել եւ թոշակառուների թոշակները բարձրացել, թոշակառուներին անվճար առողջապահական ապահովագրություն է տրվում պետության կողմից, այսինքն ինչ որ դուք այսօր հայտարարում եք, դա արդեն իսկ տեղի է ունեցել եւ տեղի է ունենում, հետեւաբար ձեր գործը պետություն ղեկավարելը չի, ձեր գործը այն է ինչ որ դուք մինչեւ հիմա արել եք, լավ, վատ, թող հետել հանրությունը գնահատի որպես բիզնես, դա արդեն ձեր մասնավոր շահն ու ձեր մասնավոր իրավունքն է, բայց պետության հետ դուք գործ մի ունեցեք, որովհետև դուք 300,000 աշխատատեղ ստեղծելու փոխարեն 300,000 մարդու արտագաղթին եք նպաստում։